Մի փուլ ենք մտել, որտեղ հյուսիս-հարավ նախագիծը ստանում է միսու արյուն, հայտարարել է վարչապետը տարածաշրջանային համագործակցության թեմայով համաժողովին։ Այս տարի արդեն մենք կբացենք հյուսիս-հարավ ճանապարհի Գյումրուց Երևան հատվածը, որը հիմա գործնականում պատրաստ է, ուղղակի կահավորման աշխատանքներ պետք է արվեն։ Նաև Ագարակ-Քաջարան հատվածն է կառուցվում շատ մեծ տեմպերով։ Ներկայումս շատ ակտիվ քննարկումներ են ընթանում Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ուղղությամբ։ Նաև առանձնահատուկ կարևորություն ունի Բարգուշատի թունելի կառուցման նախագիծը, որի վերաբերյալ մենք մտնում ենք եզրափակիչ փուլ։ Թրիփ նախագծին անդրադառնալով էլ Փաշինյանը շեշտել է, որ այն նոր հնարավորություններ է բացում Պարսից ծոց-Սև ծով եւ Օմանի ծոց-Սև ծով տարանցման պոտենցիալի մեծացման առումով։ Հասկանալի է, որ նախագիծը նույնչափ ձեռնտու է Վրաստանին եւ Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Նախագիծը ակնհայտորեն ձեռնտու է Հայաստանին, Ադրբեջանին։ Նախագիծը ակնհայտորեն ձեռնտու է Թուրքիային, ակնհայտորեն ձեռնտու է ԱՄՆ-ին, Կենտրոնական Ասիայի երկրներին։ Նախագիծը ակնհայտորեն ձեռնտու է Չինաստանին։ Թբիլիսիում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոջորիշվիլիի առանձնազրույցը, որի օրակարգում է ինչպես երկկողմ գործընկերության զարգացման, այնպես էլ տարածաշրջանային հարցեր։ 2027-ի հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների օտարումը, տուգանքը 100-ից 150 հազար դրամ։